Սիրելի ներկաներ, կարևորագույն գաղափարներից մեկը, ինչին կրկին ու կրկին պարտավոր ենք անդրադառնալ, մեր հոգու եւ մարմնի համատեղ վարկանիշն է, որն այս պահին մենք թույլ կտանք մեզ պայմանականորեն ուղղակի վարկանիշ կոչել։ Սա այն առանցքն է, ինչի շուրջ պտտվում են վերամարմնավորման, հոգու փրկության կամ ոչնչացման, անմահության հասնելու, դիցերի կողմից պաշտպանության արժանանալու, կատարելության անվերջ ձգտման եւ այլ երևույթների մասին ունեցած մեր գիտելիքները։ Սա նաեւ ճշմարտությունը բացահայտող այն բանալիներից է, որը բացառում է սեփական մեղքերի դիմաց պատասխանատվությունից խուսափելու հնարավորությունը, այն մեկ ուրիշի վրա թողնելու հեռանկարով։ Վարկանիշի վերաբերյալ բավարար ինֆորմացիա կա գրքում, բայց կուզեի եւս մի անգամ հնչեցնել նրա կարևորության մասին։ Մեծ առումով այն Սուրբ Սրբոց Արարչի կողմից մեզ տրվող գնահատականն է, որը ձևավորվում է մեր հոգու, ոգու, ֆիզիկական մարմնի համատեղ փոխադարձ ազդեցությունների արդյունքում ձևավորվող գործունեության համար։ Թերացել ենք մարդ լինելու մեր առաքելության մեջ, ուրեմն պետք է պատրաստ լինենք կամ ուղղել մեր սխալները, եթե դա հնարավոր է, կամ էլ պատասխանատվություն կրելու արժանի ձևով։ Երրորդ տարբերակ տիեզերական օրենքներում գոյություն չունի։ Այս է պատճառը, որ մարդկային օրենքները հիմնված կրոնական հորինված դրույթների վրա ի վերջո բերում են փակ ուղու, ապա հասարակության քայքայմանն ու կործանմանը։